Star News-ը ժամեր առաջ մեծ ցավով հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին։ Փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հնչած կրակոցները ողբերգական ավարտ են ունեցել 31-ամյա Ռուբեն Գ-ի համար։ Ռուբենը մասնագիտությամբ կինոռեժիսոր էր։ Նա բավական ակտիվ գործունեություն էր ծավալում սոցիալական էջերում, կիսվելով գործնական նորություններով ու անձնական լուսանկարներով։ Star News-ը առանձնացրել է լուսանկարներից մի քանիսը, ներկայացնում ենք դրանք ձեզ։ Հարկ է նշել նաև, որ փետրվարի 19-ին Արմենիա բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցություն չգալով մահացել էր Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում փետրվարի 16-ի Զովունիում կրակոցներից ստացված վնասվածքով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նայիրիի բաժնի իրենց գործընկերների եւ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նայիրիի քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ-ն, ով այնուհետև դիմել է փախուստի, սակայն կարճ ժամանակահատվածում ոստիկանության Նայիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում եւ ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալել ու տեղափոխել էին ոստիկանության Նայիրիի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Նայիրիի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով օրեր առաջ քննիչը միջնորդություն է ներկայացրել Եղվարդի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել է։ Իսկ հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված սայագատեսակի որսորդական ակոսափոր հրազենից։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 16-ին կրակոց էր հնչել Կոտայքի մարզում, ժամը 20:30-ի սահմաններում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նայիրիի բաժնում եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում։ Միաժամանակ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը հրազենային վնասվածքով Արմենիա բժշկական կենտրոն էր տեղափոխել մի քաղաքացու։ Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Նայիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը, Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Վարդան Խաչատուրյանը եւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանը։ Բժիշկները հիվանդանոցում իրավապահներին հայտնել էին, որ վիրավորը հրազենային վնասվածք էր ստացել ձախ ոտքի հատվածում եւ գտնվում էր տիրահատարանում եւ ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական եւ համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխել Զովունի Եղվարդ ավտոճանապարհի Զովունի գյուղի սկզբնամասից։ Իրավապահները ժամանելով նշված վայր այնտեղ հայտնաբերել էին Հոնգկի մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել էր Նիսան մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, կանգնեցրել ավտոմեքենան, դուրս եկել այնտեղից եւ իր մոտ պահվող հրազենից մոտ 30-40 մետր հեռավորությունից կրակոց էր արձակել վիրավորի ուղղությամբ, ապա ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում դիմել էր փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի եւ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկները։ Դեպքի մասին ոստիկանության Նայիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նայիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը։ Դեպքի փաստով Նայիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշված ավտոմեքենաները եւ դեպքի վայրում եղած մեկ մոտոցիկլ տեղափոխվել էին ոստիկանության Նայիրիի բաժին, իսկ օպերատիվ տեղեկություններով
Մոտոցիկլավարը նույնպես տուժող էր։ Մինչև դեպքի վայրում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձագետը, Նաիրի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել էին կրակոցներ արձակողին, ում տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել նաև Գագիկ Շամշյանի տրամադրած լուսանկարներից մի քանիսը հենց դեպքի վայրից։